ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է միջուկային փորձարկումներ սկսելու մտադրությունը, նշելով դա անհրաժեշտ է ստուգելու, թե ինչպես են այդ զենքերն աշխատում։ CBS News-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան և Չինաստանը նման փորձարկումներ իրականացնում են և չի ցանկանում, որ ԱՄՆ-ն լինի միակ երկիրը, որը միջուկային զենքի փորձարկումներ չի անում։ Թրամփի խոսքով ԱՄՆ-ն ավելի շատ միջուկային զենք ունի, քան որևէ այլ երկիր։ Միևնույն ժամանակ նա նշել է, կցանկանար տեսնել միջուկային զենքի զինանոցների կրճատում ամբողջ աշխարհում և արդեն քննարկել է այս հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ։ Կարծում եմ, մենք պետք է քայլեր ձեռնարկենք ապամիջուկայնացման ուղղությամբ։ Մենք ունենք բավարար քանակությամբ միջուկային զենք աշխարհը 150 անգամ պայթեցնելու համար, ասել է Սպիտակ տան ղեկավարը։ ԱՄՆ-ն միջուկային զենքի փորձարկումներ չի արել ավելի քան 30 տարի։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Գերմանիան Ուկրաինային Փետրիոտ հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցել համաձայն կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության։ Նա չի նշել փոխանցված համակարգերի քանակը, սակայն ավելի վաղ հայտարարվել էր, որ Գերմանիան և Նորվեգիան մինչև տարեվերջ կֆինանսավորեն 2 Փետրիոտ համակարգերի և դրանց հրթիռների փոխանցումը Կիևին։ Իր հերթին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս պահին չի դիտարկում Ուկրաինային հեռահար Թոմահոք հրթիռների մատակարարումը։ Գուցե մտափոխվեն, բայց այս պահին ոչ, շեշտել է նա։ Թրամփը նաև հույս է հայտնել, որ առաջիկա ամիսներին կարող է կարգավորել ռուս-ուկրաինական հակամարտությունը, ինչպես իրեն հաջողվել է մի շարք դեպքերում։ Այս համատեքստում Թրամփը հերթական անգամ հիշատակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերն ուկրաինական 64 անօդաչու խոցելու մասին։ Տեղեկություններ կան, որ թիրախավորվել է Սարատովի նավթավերամշակման գործարանը։ Քաղաքի օդանավակայանը գիշերը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։ Բելգորոդի մարզում կա 3 վիրավոր։ Ռուսական ուժերն էլ անօդաչուներով հարվածել են Նիկոլաևին, քաղաքում հրդեհ է բռնկվել։ Զապորոժիեի մարզում և Դնեպրում ևս պայթյուններ են գրանցվել։ Ուկրաինայի տարբեր շրջաններում օդային տագնապ է հայտարարվել։ Աֆղանստանում 6.3 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, 300-ից ավելի մարդ վիրավորվել։ Ըստ երկրի իշխանությունների, որոնողափրկարարական աշխատանքներին զուգահեռ զոհերի թիվը կարող է աճել։ Վնասվել է նաև երկրի պատմական կապույտ մզկիթը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Աֆղանստանի խոշոր քաղաքներից մեկի Մազար-է-Շարիֆի մերձակայքում։ Ցնցումները զգացվել են նաև Ղազախստանում, Տաջիկստանում և Ուզբեկստանում։ ԱՄՆ նախագահը զինվորականներին հրահանգել է նախապատրաստվել Նիգերիայում գործողությունների, իսլամիստ զինված խմբավորումների դեմ պայքարի և քրիստոնյաների սպանությունները դադարեցնելու նպատակով։ Վերջին ամիսներին հաղորդումներ են ստացվում Նիգերիայի քրիստոնյաների դեմ իրականացվող ցեղասպանության մասին։ Ըստ փորձագետների, սակայն թիրախավորվում են ոչ միայն քրիստոնյաները, այլև մուսուլմանները։ Նիգերիայի նախագահի խորհրդականը հայտարարել է, որ երկիրը կողջունի Միացյալ Նահանգների օգնությունը իսլամիստ ապստամբների դեմ պայքարում իր տարածքային ամբողջականության հարգման դեպքում։ Նա հիշեցրել է, որ Նիգերիան ինքնիշխան պետություն է։ Պաշտոնյան հավաստիացրել է, որ Նիգերիայում չկա խտրականություն որևէ կրոնի հետևորդների նկատմամբ և որ քրիստոնյաների նկատմամբ հալածանքների մասին պնդումները կեղծ են։ Նիգերիայի քրիստոնյա առաջնորդները ողջունել են Թրամփի հայտարարությունը և դժգոհություն են հայտնել իրենց անվտանգության ապահովման ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերից։ Միևնույն ժամանակ նրանք դեմ են արտահայտվել որևէ քայլի, որը դեմ կլինի երկրի ինքնիշխանությանը։ Լարված իրադրություն է նաև Մալիում Ալ-Քաիդայի հետ առնչություն ունեցող Ջամաթ Նուսրա Ալ-Իսլամ Ալ-Մուսլիմի ջիհադիստական խմբավորման զինյալները մոտենում են երկրի մայրաքաղաք Բամակոյին։ Մալիի զինվորականները և նրանց ռուսաստանցի գործընկերները պայքարում են ջիհադիստների դեմ, որոնք այժմ վերահսկում են երկրի մի հատվածը։ Ջիհադիստները կոչ են արել փակել դեպի մայրաքաղաք տանող ճանապարհները և հարձակումներ գործել պարեկություն իրականացնող զինվորականների վրա։ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Գերմանիան իրենց քաղաքացիներին հորդորել են հեռանալ Բամակոյից։ Վերջին ամիսների ընթացքում Ջամաթ Նուսրա Ալ-Իսլամ Ալ-Մուսլիմի խմբավորումը թիրախավորել է վառելիքի մատակարարումները, հարձակումներ իրականացրել նավթատար մեքենաների վրա, կառավարության ուժերից առգրավել մեծ քանակությամբ զենք, նաև գործի դնելով անօդաչուներ։ Այս ամենի հետևանքով Մալիում վառելիքի մեծ պակաս է առաջացել։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։